Good morning, everybody. Ուկրաինայի նախագահը դաշնակիցներին առաջարկել է ստեղծել համատեղ հակաօդային պաշտպանության վահան, նախաձեռնությունը, որը կարող է ներառել Լեհաստանին, Ռումինիային եւ Բալթյան երկրներին, նպատակ ունի ստեղծել պաշտպանության միասնական համակարգ, որը թույլ կտա ավելի արդյունավետ որսալ ռուսական օդային թիրախները եւ պաշտպանել ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Եվրոպայի արևելյան թևի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Այս իրադարձությունների ֆոնին Դանիան եւ Սկանդինավյան այլ երկրներ նախազգուշացրել են հիբրիդային հարձակումների սպառնալիքի մասին, որոնք դարձել են նոր իրականության մաս։ Խոսքը ոչ միայն կիբերհարձակումների, այլև կրիտիկական ենթակառուցվածքների մոտ ռուսական անօդաչուների ակտիվության մասին է։ ՆԱՏՕ-ն արդեն իսկ ուժեղացրել է պարեկությունը Բալթիկ եւ Հյուսիսային ծովերում։ Ռուսաստանը մեղադրանքների մի պատասխան եվրոպացիներից պահանջել է կոնկրետ ապացույցներ։ Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նկատել է, որ եվրոպական երկրները չեն ներկայացնում որևէ փաստ, օրինակ ԱԹՍ-ի բեկորներ, թռիչքի հետագծի հստակ տվյալներ, որոնք կվկայեին Ռուսաստանի ներգրավվածության մասին։